մենք պետքա ֆիքսենք, որ այնպիսի լուրջ մարտահրավերներ, ինչպիսին օրինակ բնապահպանական խնդիրներն են, ամբողջ աշխարհում նորմալ է, որ կազմակերպությունները իրար հետ համագործակցելով են փորձում այդ խնդիրներին անդրադառնալ, որովհետև պահանջում է ռեսուրսներ, գիտելիքներ, կապեր ու այդ փոխադարձ օգնությունը տարբեր կազմակերպությունների ինքը շատ արժեքավոր պրակտիկա է, որից որ շահում են երկու երկրների կամ տարբեր երկրների քաղաքացիները միևնույն ժամանակ, Էլ ինչ նպատակով է այս տեսակի նարատիվները տարածվում։ Ուզում ենք դրա մասին խոսենք։ Ես կարծում եմ, որ մենք խոսեցինք հենց քաղաքացիների տեսանկյունից, իրանց վրա այս տեսակի նարատիվները շատ զսպող բան են, էֆեկտ են ունենում, այն իմաստով, որ քաղաքացին կարող է սկսի երկու անգամ մտածել, ինչքանով է ճիշտ ինչ-որ խնդիրներ բարձրաձայնել, եթե դա կարող է վնասի իմ երկրին։ Հատկապես, որ այդ նարատիվների մեջ օգտագործվում են որոշակի պիտակավորումներ, քո ասած շպիոնը, քո ասած օտարերկրյա գործակալը եւ նման բաները, օրակարգ սպասարկողները, այս բառերը մարդկանց վրա որոշակի բան են դնում, որ մարդ չի ուզենա բնականաբար նման բառերի հետ ասոցացվի, չի ուզենա, որ իրան այդ ձև ընկալեն ու ինքը ճնշում է մարդկանց, այն մարդկանց հատկապես, ովքեր որ տեսնում են ինչ-որ խնդիրներ, ուզում են բարձրաձայնեն այդ խնդիրների մասին, բայց սկսում են արդեն վախենալ, այսինքն սա շատ ուղղակիորեն ազդեցություն է ունենում քաղաքացիական մասնակցության վրա մեր երկրում, քաղաքացիների կողմից խնդիրների բարձրաձայնման, դրանց հետևողական լուծումներ պահանջելու տեսանկյունից ինքը բացասական հետևանք է ունենում։ Ու եթե մենք ուզում ենք լինելով երկիր, որտեղ որ ժողովրդավարությունը հələ անցումային փուլում է, նոր է ձևավորվում, մենք պիտի ընդհակառակը մաքսիմալ ձգտենք այնպիսի միջավայր ունենալ, որ հնարավորինս շատ այդ մասնակցությունը լինի, օրինակ հետաքրքիր է, չէ՞, մենք հիմա շատ ենք խոսում, ինչի քաղաքացիները ընտրություններին չեն մասնակցում, ինչի է ցածր, Ոնց կարա քաղաքացին գնա ընտրություններին մասնակցի, եթե իր ավելի անմիջական առօրյա խնդրի վերաբերյալ իրան ճնշում են, որ ինքը այդ հարցերը չբարձրաձայնի։ Այն քաղաքացին կգնա ընտրություններին մասնակցի, ով իրան զգում է լիարժեք ազատ ու լիարժեք տերը իր իրավունքների ու իր բանի, ու կարողանում է ազատորեն արտահայտվի խնդիրների մասին ու մասնակցի այդ խնդիրների լուծմանը։ Եթե մենք զրկում ենք քաղաքացուն այդ հնարավորությունից, մենք մեզ հաշվով զրկում ենք մեզ լիարժեք ժողովրդավարություն ունենալու։